Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Բալատի որպանոցի պատմությունները կբացահայտեն ամբողջ տարաշրջանը։ Իրանի զինված ուժերը հարվածած են շրջանին մեջ գտնվող ամերիկյան ռազմակայանները։ Հրաչյա Աջարյան, հայ լեզվի անխոչ պահաբանը։ Արդյոք գլխավոր շտաբի պետը կհուզվի, երբ իր ներկայության կհիշեցնեն, որ Արցախը Ադրբեջան է։ Դիկրան Աբրահամյան։ Արարայի ճակատամարտը եւ Կեսապցի գամավորներու սխրագործությունը։ 1944 թվականի Հարթֆորդի գրգեսի հրթիռը եւ հայ համայնքի հիշողությունը, Ուրֆայի ինքնապաշտպանության հերոս Ֆեդային, Զեյթունի հերոսամարտի քաչ մասնակիցներեն Թոփուս Սարգիսը։ Բալատի հայկական որպանոցի արխիվային փաստաթուղթերը արժեքավոր դեղեցություններ կփոխանցեն առաջին համաշխարհային պատերազմեն յետ բրգված հայ որբերու կյանքին եւ անոնց վերականգնման ուղղված ջանքերուն մասին։ Փաստաթուղթերուն մեջ բաբանված են բազմաթիվ անձնական պատմություններ։ Անոնց մեկը Էրզրումեն Օթամյան Ազենիգինն է, որ 1919-ին գտնված ու հանձնված է Բալատի որպանոց։ Արխիվները դեղեցություններ կբարունակեն նաեւ Հայաստանի դարբեր բնակավայրերեն բոլիս տեղափոխված այլ որբերու մասին։ Որպանոցը ոչ միայն Աբաստան գուդար, այլ նաև գրթություն եւ արհեստ կդրամատրեր, աջակցելով երեխաներու աբակայի գազմագերման։ Այդ նպատակով կգործադրվեին նաև որդեգրման ծրագիրներ։ Այս արխիվային նյութերը կներկայացնեն ոչ միայն պատմական փաստեր, այլև մարդկային ճակատագիրներ լի հույսերով, դժվարություններով եւ նոր կյանք կառուցելու ցկտումով։ Անոնք կարևոր աղբյուր են հայ ժողովրդի անցյալին եւ ցեղասպանութեն են վերապրածներու կյանքին ուսումնասիրության համար։ Իրանի զինված ուժերով ԽԹՄ ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարած է, որ ամերիկյան հարվածներուն ի պատասխան իրանական բանակը հարվածած է շրջանին մեջ գտնվող ամերիկյան ռազմակայաններ եւ ամերիկյան շահերուն առնչվող 21 թիրախ։ Ինչպես կհաղորդե Press TV-ն, հայտարարության մեջ նշված է, որ եթե ԱՄՆ կրկնի հարձակումները Իրանի դեմ, ապա Իրանը պիտի իրականացնի ավելի լուրջ եւ լայնածավալ հարվածներ ընդրված թիրախներու ուղղությամբ։ 2026 թվականին կլրանա հայ մեծ լեզվաբան ակադեմիկոս Հրաչյա Աջարյանի ծննդյան 150-ամյակը։ Ան հայ լեզվագիտության ամենաազդեցիկ դեմքերեն մեկն է, որ իր գիտական ժառանգությամբ մեծ նպաստ բերած է հայոց լեզվի ուսումնասիրության եւ պահպանման գործին։ 1876 թվականին Բոլսո մեջ ծնած Աջարյան երիտասարդ տարեկեն հետաքրքրված էր լեզուներով։ Ան ուսանած է Եվրոպայի հեղինակավոր համալսարաններուն մեջ եւ հետագային դիրապետած բազմաթիվ լեզուներու։ Իր գիտական գործունեության ընթացքին ստեղծած է հիմնարար աշխատություններ, որոնց շարքին են հայերեն արմատական բառարանը, հայոց անձնանուններու բառարանը եւ հայ բառապարագիտությունը, որոնք մինչեւ այսօր կմնան հայագիտական կարևոր աղբյուրներ։ Հայրուց ցեղասպանութենեն յետք Աջարյան հաստատվեցավ Հայաստանի մեջ եւ երկար տարիներ դասավանդեց Երևանի Պետական համալսարանին մեջ իր գիտելիքները փոխանցելով նոր սերունդներուն։ Ան իր ամբողջ կյանքը նվիրեց գիտության, գրթության եւ մայրենի լեզվի պահպանման։ Աջարյանի համար լեզուն միայն հաղորդակցության միջոց չէր, այլ ազգային հիշողության, մշակույթի եւ ինքնության գրող։ Ան կհավատար, որ ժողովրդի գոյատևման եւ զարգացման հիմքերեն մեկը սեփական լեզվի պահպանումն է։ Այսօր, երբ հայերենը կդիմագրավե նոր մարդահրավերներ, Հրաչյա Աջարյանի ժառանգությունը կշարունակե մնալ արդիական։ Անոր 150-ամյակը լավ առիթ է վերարժևորելու անոր վաստակը եւ եւս մեկ անգամ ընդգծելու մայրենի լեզվի պահպանման կարեւորությունը։ Բադիվ ունիմ խմբակցության պատգամավոր Դիկրան Աբրահամյան անդրադարձած է զինված ուժերու գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի այն հայտարարության, թե մայիս 28-ի զորահանդեսի ընթացքին հուզված էր։ Աբրահամյան կհարցատրե, թե արդյոք Ասրյան նույնպես հուզված էր Արցախի գորուստին, Հայաստանի ղեկավարության կողմէ Արցախը Ադրբեջանի մաս ճանչնալուն, ինչպես նաև 44 օրյա պատերազմեն եւ 2023-ի սեպտեմբերյան հարձակումեն յետք Ադրբեջանին անցած հայկական ռազմական տեխնիկային ու սպառազինության համար։ Պատգամավորը կանդրադառնա նաև իշխանություններու հայտարարություններուն հարց տալով, թե գլխավոր շտաբի պետը ինչպես կվերապերի այն դեպքերուն, երբ իր գնահատմամբ թիրախավորված են զինված ուժերը, վիրավորված են նահատակներու հիշադակը եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերված է անոնց ընտանիքներուն հանդեպ։ Քրարման ավարտին Աբրահամյան կնշե, որ կցանկար լսել այս հարցերուն պատասխանները, սակայն կգարձե, թե անոնք արդեն կանխատեսելի են։ Արարայի ճակատամարտը առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանին դարձավ դաշնակիցներու կարևոր հաղթանակներեն մեկը Օսմանյան ուժերուն դեմ։ Այս հաղթանակին մեջ նշանակալի դեր ունեցավ հայկական Արևելյան լեգիոնը, որոնց շարքերեն շատերը Կեսապցի գամավորներ էին։ Ամերիկայի եւ այլ երկրներու մեջ բնակող կեսապցիներ միացան լեգիոնին, զինվորական պատրաստություն ստանալով Կիպրոսի եւ Եգիպտոսի ճամբարներուն մեջ։ Հետագային անոնք մասնակցեցան Բաղեստինի ռազմաճակատի մարտերուն, դառնալով դաշնակիցներու կարևոր ուժերեն մեկը։
1918 թվականի սեպտեմբեր 19-ին զորավար Էդմոնդ Ալենբիի հրամանատարությամբ սկսած հարձակման ընթացքին հայկական լեգիոնը մասնակցեցավ Արարայի բարձունքներու գրավման գործողության։ Հայ գամավորները, ներառյալ քեսապցիները վճռական հարված հասցուցին թշնամիի պաշտպանական դիրքերուն եւ նպաստեցին ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի գրավման։ Անոնց խիզախությունը օգնեց ճեղքելու թուրքական եւ գերմանական պաշտպանական գիծերը արագացնելով ամբողջ ռազմաճակատի փլուզումը։ Ճակատամարտի ընթացքին լեգիոնը ունեցավ զոհեր եւ վիրավորներ, որոնց շարքին գային նաեւ քեսապցի գամավորներ։ Այսօր Արարայի ճակատամարտը կհիշվի ոչ միայն որպես ռազմական հաղթանակ, այլև որպես հայ գամավորներու միասնականության, ինքնազոհության եւ ազգային ոգիի խորհրդանիշ։ 1944 թվականի հուլիս 6-ին Միացյալ Նահանգներու Հարթվորդ քաղաքին մեջ տեղի ունեցավ ողբերգական հրթեհը Գրգեսի վրանին մեջ, որուն հետևանքով զոհվեցան առնվազն 167 հոգի, իսկ հարյուրավորներ վիրավորվեցան։ Զոհերուն շարքին էր նաև հայազգի Ալիս Բոյաջյանը իր երկու փոքր որդիներուն հետ։ Անոնք եկած էին օրը վայելելու, սակայն վարգյաններու ընթացքին ներգայացումը վերածվեցավ ողբերգության եւ ամբողջ ընտանիքը զոհվեցավ աղետին հետևանքով։ Հարթվորդի մեջ ծնած Ալիս Բոյաջյանը Արևմտյան Հայաստանի արմատներ ունեցող ընտանիքի զավակ էր։ Անոր պատմությունը կներկայացնե ցեղասպանութենեն յետքսփյուրքի մեջ հաստատված հայ ընտանիքներու ճակատագիրը, որոնք նոր կյանք կառուցած էին միաժամանակ պահպանելով իրենց ազգային հիշողությունն ու ինքնությունը։ Այս ողբերգությունը միայն մեկ ընտանիքի գորուստը չէ, այլ նաև հիշեցումը, որ հայ ժողովրդի պատմությունը շարունակված է աշխարհի տարբեր անկյուններուն մեջ։ Ալիս Բոյաջյանի եւ իր զավակներուն հիշադակը կմնա սփյուռքահայ կյանքի, գորուստներու եւ հիշողության պահպանման պատմության մեկ մասը։ Մգրդիչ 7 եղբայրյան հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչներեն եւ 1915 թվականի Ուրֆայի ինքնապաշտպանության գլխավոր ղեկավարներեն մեկն էր։ Ան ծնած էր Ուրֆայի մեջ եւ երիտասարդ տարիքեն ներգրավված էր հայ բնակչության իրավունքներու պաշտպանության եւ ազգային պայքարին մեջ։ Նախադեսելով հայության սպառնացող վտանգները 1910 թվականին գազմավորած եւ զինած էր տեղական ինքնապաշտպանական ջոկատը։ 1915 թվականի աշնան Մգրդիչ 7 եղբայրան ղեկավարած է Ուրֆայի հայության զինված թիմադրությունը, թիմակայելով թուրքական կանոնավոր զորքերուն եւ կազմակերպելով համառ ու վճռական պաշտպանություն թիվով քերազանցող ուժերուն դեմ։ Մգրդիչ 7 եղբայրան զոհվեցավ Ուրֆայի մարտերուն ընթացքին, մինչև վերջ մնալով իր ժողովրդին կողքին։ Անոր անունը կմնա Ուրֆայի հերոսական ինքնապաշտպանության եւ հայ ժողովրդի ազատասիրական պայքարի խորհրդանիշներեն մեկը։ Զեյթունի 1895-1896 թվականներու ավստամբությունը հայ ժողովրդի պատասխաններ Համիդյան չարտերուն եւ Օսմանյան իշխանություններու բռնաճնշումներուն։ Սուլտանական իշխանությունները կփորձեին գոտրել Զեյթունի լեռնային շրջանի ազատատենչ ոգին, սակայն հանդիպեցան կազմակերպված եւ վճռական ինքնապաշտպանության։ Այս պայքարին մեջ կարևոր դեր ունեցան ոչ միայն զեյթունցիները, այլև ազգային շարժման կողմէ ղրկված գամավորները հնչակյան գործիչներու եւ հայդուկներու մասնակցությամբ։ Անոնց նպատակը լեռնագավառի պաշտպանությունը ապրապնդելն ու թիմադրությունը համակարգելն էր։ Հերոսամարտի նշանավոր մասնակիցներն էր Թոփուս Սարգիսը, ով իր արիությամբ համալրեց պաշտպաններու շարքերը եւ կապվեցավ Զեյթունի աննգուն թիմադրության պատմության հետ։ Գրիվներու ընթացքին զեյթունցիները ցուցաբերեցին բացառիկ դոգունություն, ծանր գորուստներ պատճառելով սուլտանական բանակին, որ ի վերջո ստիպվեցավ նահանջել մեծ զոհերով եւ ռազմամթերքի գորուստով։ Զեյթունի հերոսամարտը մնաց հայ ժողովրդի ազատասիրության եւ ինքնապաշտպանական պայքարի փառավոր էջերեն մեկը, իսկ Թոփուս Սարգիսի նման քաչամարտիկները դարձան այդ թիմադրության կենթանի խորհրդանիշները։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։